Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը, սա կփոխի խաղի կանոններն ավելի մոտեցնելով Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան, քան երբևէ նշել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չանթան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը եւ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է այլ պաշտոնի անցնելու նպատակով։ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանը պատրաստ է ուղիղ բանակցությունների իր միջուկային ծրագրի շուրջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս հայտարարությունն արվել է մեկ օր անց այդ բանից հետո, երբ Թերանը հայտարարեց, որ պատրաստ է համապատասխան բանակցություններ վարել, բայց միայն միջնորդների շնորհիվ։ Մանչեսթեր Սիթիի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն կլքի քաղաքայինների ճամբարն այս մասին անձամբ ֆուտբոլիստը հայտնել է իր Instagram-յան էջում հրապարակված գրառման միջոցով։ 33-ամյա խաղացողը խոստովանել է, որ իր համար շատ դժվար է այս մասին խոսել, սակայն եկել է հեռանալու պահը։